Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Պապոյան, եւ քանի որ գյուղատնտեսությունն էլ է ձեր համակարգման ոլորտում, հիմա քանի որ այս սեզոնը արդեն ջերմոցներում աշխատանքներ անելու շրջան է, մարդիկ օրինակ կոթայքի մարզում մտավախություն ունեն, ասում են ծաղիկները դնենք, հիմա ծախսը անենք, աճի, բայց ասում են նախորդ տարի տեսանք, որ արտահանման խնդիր կար։ Հիմա այս ռիսկերը կառավարման ինչ մեխանիզմներ կա, ներողություն, ռիսկերը կառավարման ինչ մեխանիզմներ կան, որ գյուղացին Ինչպես անցած տարի արտահանվել է ծաղիկը այնքան ինչքան որ եղել է, այս տարի էլ կարտահանվի։ Եվ գյուղատնտեսական մեկ հարց տեսնում ենք, ներողություն տեսնում ենք, որ օրինակ Արմավիրի ճանապարհին Էջմիածնի մոտ այդ ակցիան է։ Դուք ակցիան տեսնում եք, գնում եք ակցիան լուսանկարում եք, ձեր համար ռեպորտաժ եք սարքում, ձեր գործը անում բրցնում եք։ Այդ ակցիայից հետո մենք հարցը լուծում ենք, միլիոնավոր տոնաներով, հատերով արտահանումը գնում է, հետո ոչ մեկը դրա մասին չի խոսում։ Հայաստանում մի վարքյան, թողեք խոսեմ, Հայաստանում չկա հարց, որը դուք գնացել եք, նկարվել եք, ձեր ռեպորտաժը ապահովել եք, ձեր YouTube-ում դրել եք, ձեր, չգիտեմ, եթե մոնետարիզացիա երևի չի եղել, դրա համար փողը չեք ստացել, բայց հիմա էդ էլ կա, հուսով եմ կստանաք, արդեն ստանում է։ Դրանից հետո բոլոր հարցերը լուծել ենք։ Եվ չկա չլուծված հարց։ Կարկուտից դուժած նախորդ տարի հայտարարում են, որ որևիցե փոխհատուցում մինչև հիմա չի։ Արարատի մարզի բոլոր բնակիչները, ովքեր որ համայնքային հանձնաժողովի կողմից վնաս են ունեցել, բոլորինը փոխհատուցվել է, ընդհանուր փոխհատուցումը կազմել է 3 միլիարդ դրամ ընդհանուր փոխհատուցումը շուրջ 3 միլիարդ դրամ։ Բայց ընտանիքներ կան, որոնք ասում են, որ չեն ստացել։ Ես չեմ կարող գնալ եւ բոլոր տարածքներում նայել, տեսել, այստեղ օրինակ 30% է վնասվածությունը, թե 70, թե 10։ Կա հանձնաժողովը ասում է, որ այստեղ կա օրինակ 50% կամ 45% վնասվածություն, դրան համապատասխան փոխհատուցումը տեղի ունեցել։ Բնակիչները անձամբ դիմեն ձեզ, հաստատի համայնքապետարանը։ Կա հանձնաժողովը գնահատում է վնասը, դրան համարժեք փոխհատուցումը կատարվում է։ Բոլորի, ընդ որում ոչ միայն 2025, 2024-ն էլ ենք փոխհատուցել։ 2026-ի համար էլ փոխհատուցման կարիք չկա, որովհետև 6 ապահովագրական ընկերություն հիմա ընկած գյուղերը ապահովագրություն են անում, արդեն տասնյակ հազարավոր պոլիսներ են վաճառվել։ Պարոն Պապոյան, Իրանի հետ կապված մենք ապրանքային դեֆիցիտ ունենք Հայաստանում, կա այդ խնդիրը։ Այս պահին այդպիսի խնդիր չունենք, իհարկե որոշ ապրանքներ Իրանից, որոնք գալիս են, գիտեք, մատչելի են, դրանք որոշակի երկարատև ժամանակահատվածի համար գնաճային ճնշման կբերեն, որովհետև օրինակ վարորդը հրաժարվում է, ասենք, նախորդ սակագնով տեղափոխել, գործարանը հրաժարվում է ինչ-որ ժամերի ենթադրենք աշխատել, որոնք բնականաբար բերում են նրան, որ կան սպառողական նշանակության ապրանքներ կան, տարբեր են այդ ապրանքները, որոնք որ բնականաբար կարող են, այսինքն այս պահին մուտքի հետ կապված խնդիր չունենք, դեֆիցիտի խնդիր ըստ էության շատ չկա, ավելի շատ ինքնարժեքն է այնտեղ բարձրացած։ Փաշինյանն ասում էր մենք դեռևս 1 տարի առաջ հանձնաժողով են կազմել, երբ որ ասեցի, ես եմ հարցրել, հիշում եմ դա, ասեցի դեֆիցիտ կա, ասեց մենք դեռևս 1 տարի առաջ իրավիճակից ելնելով հանձնաժողով են կազմել եւ ամեն ինչ գիտենք, այսինքն 1 տարի առաջ գիտեք, որ Իրանում այսպես իրավիճակ է։ Մենք բոլոր իրավիճակների համար, չէ, այդպես չի, բայց բոլոր իրավիճակների համար հնարավոր է, որ այդպիսի բառ կա հայերենում։ Ինչ է նշանակում խզարած աշխատել։ լավ այսինքն։ Բայց օրինակ ես ինչքան գիտեմ հայերենում դες բառ չկա։ Համաձայն եմ։ Դե բա Ոչ տեսնեք Պարոն Պապոյան, Ռոբերտ Քոչարյանն ասում է, չեմ հանգստանալու, միջև այս իշխանությունը չհեռանա, ու ասում է պատասխան են տալու իրենց սխալների համար։ Թող չհանգստանա, ինչ է եղել։ Դուք ձեր սխալների համար պատրաստ եք պատասխան տալու։ Մենք միշտ ենք մեր սխալների համար, հիմա էլ մեր սխալների համար պատասխան ենք Ունեք տալիս։ սխալներ։ Ինչ դերով Եթե եք պատասխանում։ ես կոնկրետ սխալ չունեմ։ Դուք անտերի մարդ եք, պարոն Պապոյան, ոչ մի սխալ չեք։ Եթե սխալ գործեմ, կենթարկվեմ պատասխանատվության։ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինի որևէ պաշտոնյա, որևէ կառավարությունում որևէ պաշտոնյա ինքը սխալ գործի ու սխալի համար պատասխան չտա։ Պարոն Պապոյան։ Բա Անտերի անսխալական նախարար եք։ Եթե այսպես Մեր էկոնոմիկան չի այսքան բաց վիճակում։ Էկոնոմիկան ախր շատ լավ վիճակում է։ Էկոնոմիկան ասում անտերի է։ Էկոնոմիկան շատ լավ վիճակում է։ Էկոնոմիկան 7.2% տնտեսական աճ աշխարհի մատների վրա հավաքած հաշված երկրներում կա։ Փոխանակ հպարտանակ թե ինչ արդյունքներ ունեն, ասում եմ էկոնոմիկան շատ լավ վիճակում է։